Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բեմում Հովեր պետական կամերային երգչախումբն է։ Վերջին շտկումներն են տարեվերջյան համերգից առաջ, հանդիսատեսին այս անգամ անսովոր ծրագրով են ներկայանալու։ Եթե որոշեմ ասել, թե ինչ է տեղի ունենալու, այլևս անիմաստ կլինի գալ համերգի, որտեղ նույնիսկ շատ լուրջ ակադեմիական համերգները գաղտնիքներ ունեն, հանելուկներ ունեն, ուրմնած մի համերգ, որ վերնագրել ենք եւ մի անլուրջ համերգ։ Էնպես որ ոչինչ չեմ ասի այդ մասին։ Համերգի բովանդակության մասին Սոնա Հովհաննիսյանը չի խոսում, բայց զգուշացնում է, եթե չեք սիրում անլուրջ թեմաներ, ավելի լավ է այս անգամ բաց թողնեք Հովերի համերգը։ Իսկ եթե պատրաստ եք մեկ ժամ դիմանալ երգչախմբի խայտաբղետ ու անհամադրելի խմբարկային անկարգություններին, ապա այս անլուրջ համերգը հենց ձեզ համար է։ Ամբողջ տարվա ընթացքում բավական լուրջ ծրագրեր են ներկայացվել։ Այս մեկը այսպիսին է։ Յուրաքանչյուր նոր ծրագիր փոխում է մեզ։ Եվ մեր երգչախումբը այս ծրագրում վերափոխված է եւ պիտի ներկայացնի ոչ ավանդական ակադեմիական ծրագիր եւ ոչ ակադեմիական երգչախմբային բեմական դրսևորումներով։ Բեմում նաև տիկնիկներ են լինելու։ Նրանց դերակատարության մասով էլ երգչախմբի ղեկավարը նախընտրեց փակագծեր չբացել, իսկ համերգային ծրագրում, որը 4 ենթաբաժնից է բաղկացած, տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչելու Ազիզյանից մինչև Բախ։ Նորից շատ եմ խնդրում, որ ավելորդ չբարկացնենք շատ լուրջ մարդկանց։ Ես կարծում եմ, որ պետք է գան մարդիկ, ովքեր ավելի այլ ծրագրեր լսելու ունակ են։ Այսինքն այլ մոտեցումներին պատրաստ են։ Եվ մի անլուրջ համերգը Հովեր պետական կամերային երգչախմբի այս տարվա վերջին ներկայացումն է։ Հանդիսատեսին սպասում են դեկտեմբերի 17-ին եւ 24-ին։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։